Զրուցում ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ Նախորդին Փաշինյանի այցը Թուրքիա տեղի ունեցավ։ Կխնդրեմ մեկնաբանեք, թե այնուամենայնիվ այդ այցը ինչով նշանավորվեց կամ այն մեզ ինչ տվեց։ Այդ առաջինը նշանավորվեց նրանով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկար տարիներ անց տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Այո։ Գլխավոր նշանակալի իրադարձությունը դա էր հանդիպման։ Իսկ ինչ կարող է տալ Հայաստանին եւ Թուրքիային, Թուրքիային չեմ առանձնական ինչ կա տալ Հայաստանին։ Ուղղակի հայկական կողմը քանի որ ցանկանում էր ունենալ նման հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դա ունեցավ։ Թե ինչքանով է դա Հայաստանին ձեռնատու, դա միայն իշխանությունները գիտեն, դա այդպես։ Հաջորդը իսկ շոշափելի մեր համար, սովորական քաղաքացիների համար ինչ է տվել ոչինչ։ Ինչու ոչինչ, քանի որ Թուրքիան որևէ առարկայական հայտարարություն չարեց, որ կսկսենք սանել, այսինքն զուտ արարողակարգային հանդիպումներ երկու երկրների ղեկավարների միջև։ Իսկ Թուրքիայի համար բնականաբար ունի դրական կողմեր, ոչ թե դրական կողմեր, այլ նա որ Հայաստանի նախագահը գնաց Էրդողանի մոտ։ Նա Թուրքիայի նախագահի այս պահին տարածաշրջանում տեղի ունեցող նաև այս զարգացումների ֆոնին Թուրքիայի նախագահի համար դրական ֆոն է ապահովում, որ նայեք Հայաստանի պարտվելուց հետո Ադրբեջանին Հայաստանի ղեկավարը գնաց Թուրքիայի նախագահի մոտ։ Թուրքիայի համար դա է ապահովում, բայց իրականում շոշափելի արդյունքներ չկան, չէին կարող լինել, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կախված է Հայաստան-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքումից, համերաշխության, ոնց կանցնեն խաղաղության, համերաշխության ինչ համաձայնագիր որ կլինի, դրանից է կախված։ Պարոն Իսպիրյան, նաև կարծիքներ կային այն մասին, որ այնուամենայնիվ Փաշինյանը գնացել է Թուրքիա Ադրբեջանին նոր զիջումներ անելու համար։ Դուք ինչ կասեք այս մասով։ Մենք կարող ենք առաջիկայում ենթադրել, որ իսկապես Ես որպես թուրքագետ չեմ կարող ենթադրություն անել գնացել, քանի որ ես նման այգուներ չունեմ։ Ես կարող եմ հարաբերության ընդհանուր քննարկել, բայց ինչի համար է գնացել հանդիպումը նշեցի դա զուտ հարողակարգային էր, ցուցադրական, այսինքն այդ պահին որևէ փաստաթղթեր չեն ստորագրվել, մենք այդպես գիտենք, չեմ կարծում հենց առաջայցով ինչ գաղտնի փաստաթղթեր ստորագրվեին, իսկ եթե եղել են ինչ-որ բանավոր պայմանություններ, դա արդեն չեմ կարող ասել, ես որպես մասնագետ չեմ կարող ինձ նման բան թույլ տալ ասել։